Թումանյանական հեքիաթի տեխնիկային թատրոնների միջազգային փառատոնը Դսեղում հյուրընկալվել էր արդեն 6-րդ անգամ։ Այստեղ էին թատերախմբեր, թատերական գործիչներ ու տեխնիկագործներ 15 արտասահմանյան երկրներից, ինչպես նաև թատրոններ Հայաստանից, Արցախից ու Ջավախքից։ Գիտեք, կան թատրոններ, գործիչներ, որ 3-րդ, 4-րդ տարին են գալիս, բայց այս տարի օրինակ առաջին անգամ գալիս են Գերմանիայից, Իտալիայից, Ալժիրից, գալիս են ուրեմն նորից գալիս են Սլովենիայից, Սլովակիայից են առաջին անգամ գալիս, Ռուսաստանից են գալիս արդեն 3-րդ անգամ, Վրաստանից, տարբեր երկրներից, Բելգիայից, Դանիայից։ Մենք շատ ուրախ ենք, որ այս օրերի ընթացքում ոչ միայն մեր երեխաներին, մեր հանդիսատեսին մենք կցուցադրենք ներկայացումներ, այլև մեր երիտասարդ տեխնիկային գործիչները, տարբեր թատրոնների ուրեմն տեխնիկային գործիչներ, բեմադրիչներ, նկարիչներ կմասնակցեն վարպետության դասերին։ Մի մեծ ընտանիք է ստեղծվել տեխնիկային։ Նպատակը բարի կերպար է, նա երեխաների հետ ավելի ջերմ հարաբերությունների մեջ է, դրա համար նպատակի կերպարը։ Այո, նպատակ անտառից գալիս է հատուկ բալիկների համար, որ իրենց գեղեցիկ հեքիաթային օր պարգևի։ Արդեն երևի 4-րդ տարին է, որ ես այս փառատոնին մասնակցում եմ, կարող եմ ասել մասնակցում եմ հաճույքիս համար, քանի որ երեխաների համար, որոնք գյուղում են, հեռվում, Թումանյանի այս Դսեղում, կազմակերպվում է իսկապես տոն, երեխաները բարձր տրամադրություն ունեն եւ մեզ համար հաճելի է նրանց բերել ուրախություն։ Շատ եմ սիրում Դսեղը եւ երեխաներին եւ ամեն տարի պատրաստվում եմ նրանց հետ մասնակցել այս փառատոնին։ Հանճարեղ լոռեցու ծննդավայրում Թումանյանական հեքիաթի տեխնիկային թատրոնների միջազգային փառատոնի ժամանակ բացօթյա թատերականացված ուրախտոնախմբություն էր։ Փառատոնը մեկնարկեց ձիաշքերթով։ Այս ձիավարության ուրեմն մասնակիցները 30 տարուց ավել հիմնական կորիզը, նաև զուգահեռ իրենց ձիարշավներին, ձիախաղերին ստվերների տեխնիկային ներկայացում են ցուցադրում։ Աշխարհում նման բան չկա, կա ստվերների թատրոններ շատ կան, բայց որ ազգագրական այդ մշակույթը, ձիարշավ, ձիախաղեր, այդ մարտական տեսքերով մեր զուռնա դհոլով եւ տեխնիկային ուրեմն ստվերների ներկայացում, ահա թե ինչն էր անակնկալը։ Թումանյանական հեքիաթի միջազգային փառատոնը մանուկ հանդիսատեսին տոն նվիրելու ակնկալիքով Թումանյանի ծննդավայրից թումանյանական սեր ու բարություն կսփռի աշխարհով մեկ, ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սաֆարյանը։ Տրամադրությունը շատ լավ, եկել եմ իմ փոքրիկ բալիկի հետ ամեն տարի։ Միշտ ներկայացել են բարձր տրամադրությամբ։ Կուզեինք այստեղ կազմակերպեն մանկական միջոցառումներ ավելի շատ, որպեսզի երեխաները ամեն ինչից օգտվեն, լինեին պարի խմբակներ, երգի խմբակներ։ Խորը դորերի կարապին, ձեռը տված ճակատին, միտք է անում տխրադեր, մինչ ուզում չգիտենք, պաս չընկեն դեր մենք ուտում, ու ջորմերան աղոթում, միշտ միաղետ մի վնաս, գալիս է մեզ անպակաս։ Սիրում ես Թումանյան։ Հա։ Ինչ գիտես նրա հեքիաթներից, որ հեքիաթներն ես։ Կիկոսը, չայ վերջը։ Շատ հետաքրքիր է անցնում, շատ հաճելի է եւ երեխաների համար եւ մեծերի համար։ Ասենք այս տարվա համար նորություններ այրուձի ներկայությունը։ Դե տարի երևի ավելի կընդարձակվի ծրագիրը։ Այ մեծ գրող եւ բանաստեղծ։ Որտեղից ես եկել։ Շնորհ գյուղից։ Նրա քարատողներից մի հավ կսարկի ես մի օր, թռավ գնաց վիրավոր, թրջում եմ իշտի մտքում թե վառնոտ ու մոլոր։ Թումանյանը գրել է շատ հեքիաթներ, նա մեծ գրող է եղել։ Թումանյանական հեքիաթի միջազգային փառատոնը կտևի մինչև մայիսի 27-ը։ Դսեղի մշակույթի տան-դահլիճում կցուցադրվեն ներկայացումներ։ Իդեպ մշակույթի տունն այս տարի վերանորոգված ու կահավորված ընդունեց թատերական խմբերին ու թատերասերներին։ Այս տարի 3 նախորդ տարվա համատությամբ
Համայնքում որոշակի գործեր արվել են, ճանապարհը դեպի դպրոցտան գնացող ասֆալտապատվել է, ջրահեռացումն է իրականացվել, նաև դպրոցի շենքն է վերանորոգվում այս պահի դրությամբ։ Այս ամենը իշխանությունների նաև ուշադրության արդյունք է, որտեղ մենք Թումանյանի հայրենիքում, երկրում մտածում ենք, որ շատ ավելի գեղեցիկ տեսարաններ պիտի լինի, շատ ավելի բարեկարգ պիտի լինի այս համայնքը։ Մի շարք այլ ծրագրեր են նախատեսվում, որը արդեն ավելի հրապուրիչ կդարձնի Դսեղը եւ ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ արտասահմանցիների համար։ Նշենք, որ Թումանյանական հեքիաթի օրտիկնիկային թատրոնների միջազգային առաջին փառատոնը Հայաստանում անցկացվել է 2005 թվականին։ Երկու փուլով անցկացվող փառատոնը ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում կրկին կհյուրընկալվի աշնանը։ Արման Ուշնիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։